Տեղյակ եք, որ վերջերս Վաշինգտոնում նախաստորագրվել է մի փաստաթուղթ իբր Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության նպատակների մասին։ Այդ փաստաթղթի վկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Փաշինյանը, սակայն, ներկայացնում է նրան որպես երաշխավոր։ Ինչ եք կարծում, Թրամփը կարող է երաշխավոր լինել մեր եւ ադրբեջանցիների միջև խաղաղության գործընթացին։ Չնայած նրա, որ Թրամփը կարծես արդեն մոռացել է, որ երկրներն էին Հայաստանը մեկ Ալբանիայի կոչում, Փաշինյանի անունն էլ մոռանում է, ասում է մյուս տղան։ Լուրջ է արդյոք այս ամենը։ Չեմ կարծում, որ նա իրական երաշխավոր է եղել։ Չէ, երաշխավոր չի կարող։ Երաշխավորը մեր ժողովուրդն է, մեր ուժ եղել է։ Ամերիկան մեզ ինչ։ Այսօր Թրամփը նայեցուց մի ուրիշն է։ Նա էլ կասի ես ոչ երաշխավոր եմ, ոչ։ Որ երաշխավոր է, թողնել պատասխան տա։ Մեր ռեգիոնը շրջապատված ցնամիները։ Մեր ռեգիոնը շատ խախուտ ռեգիոն է։ Կողքին կա թուրք, կողքին կա ադրբեջանցի, կողքին կա շուտված հորացի, բայց Ամերիկայի հետ իսկ թվում է թե չի կարելի կատակ։ Այն երկիրն է, որ չի կարելի կատակել։ Վերջին քանի երևի 100 տարից ավել այդ երկիրը ամբողջ երկրագնդի վրա բավականին գերիշխ դիրք ունի, կարողանում է թելադրի նայել իր կամքը։ Չէ։ Նրանք Հայաստանի մասին вообще ոչ մի երաշխիք չեն տալի։ Սուտի թղթերը գրում են, մտածում երաշխիք են տալի, բայց չեն տալի։ Դες բան չի ասել։ Թրամփը որ երաշխիք կայնամիկը այդ թղթին որ տվել է։ Նա վստահելի չի։ Ամերիկան իր օգուտների ման Ադրբեջան ավելի մոդիկա զգամ, բանում կասի Հայաստան։ Հայաստանից նա ոչ մի օգուտ չունի։ Դա մեր ոչ մի երաշխիք չկա։ Ամերիկայից խոսալ պետք չի։ Հենց Աֆրիկյանի խաթեր որ ազորն է բացել։ Ամերիկան վատ վիճակում է։ Չեմ կարող ասեմ։ Դի երևի հավայ թուղթ էր էլի։ Ինչու եք այդպես կարծում։ Դե ուրիշ ինչ կարծեմ։ Եթե անխոչնդոտ ճանապարհ են տալի ուրիշի 100 տարով 99 տարով 20 տարի հետո դա մերը չի, ինչ ոնց կարելի լրջություն տալ դրան։ Որ Փաշինյանը ասում է, պարոն Թրամփ, ես Հայաստանի վարչապետն եմ, ծանոթանում եմ հետը։ Դրանից առաջ գործարք էինք ընկի։ Ոնց կարելի է։ Չեմ կարող ասել, բարդ հարց եք տալիս։ Որոշակի չափերով հա, բայց Թրամփին են ղեկավարումն են, Թրամփը ինչ որ պատմությունը մեզ սովորացրել է, որ ոչ մի թուղթ, ոչ մի անգամ երաշխիք չի եղել, երաշխիքը միակ ուժն է։ Ուժը միասնությունը, ոչ, Թրամփի նպատակն է ասել ճանապարհ բացի բազալդանի, իա արտասահմանյան Ռուսաստանի դեմ։ Իա սա կյանքի Ամերիկայի նպատակն է եղել Ռուսաստանի ճնշի, բայց Ռուսաստանին դժվար է ճնշելը։ Ամերիկան միշտ Ռուսաստանին չի հարգել, չի սիրել։ Այդ մի երկինա որ կյանքում մի հողի մեջ կռիվ չի արել։ Ամենտեղ պատերազմն է ստեղծել։ Ու ինքն էլ իր նպատակն է Ռուսաստանը քանդի։ Ու Ռուսաստանը քանդելու նպատակով Հայաստանը ուզում օգտագործի այդ միջանցքը կա, որ հա տան հայերը ինքը դրի իր բազաները։ Չէ, Ամերիկային կարելի է որոշ չափով, բայց որ ասեմ լիարժեք նրանք են, բան չի, ամեն մարդ իր գործն է ուզում անի։ Ամերիկան իր շահերն ունի, Ռուսաստանն իր շահերն ունի։ Նենց որ պետք է մի քիչ ուղեղ ունենանք, որ չէ մենք մեր շահերը գործարկենք։ Թրամփը խաղ է խաղում ամենտեղ։ Չգիտեմ, Ինչու եք այդպես կարծում։ որովհետև Ռուսաստան, Ուկրաինա, այս քանի ամիս է ձգձգվում։ Ինչ ընտրվել է Թրամփը հարցը լուծում է Ուկրաինայի, Ռուսաստանի պատերազմի։ Ու անարդյունք խաղ է խաղում Պուտին ու Զելենսկու գլխին, իմ կարծիքով։